44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ապրում է բավականին դժվար ժամանակաշրջան, թե տնտեսական տեսանկյունից, թե անվտանգության եւ ներքին համերաշխության տեսանկյունից։ Տնտեսական բաղադրիչին զուգահեռ դուք ունեք այս իրավիճակից դուրս գալու ձեր բանաձևը, բաղադրատոմսը։ Բաղադրատոմս ունենալու համար պետք է շատ ինֆորմացիա ունենաս։ Քանի որ այսօր այնպիսի բարդ իրավիճակում ենք հայտնվել, շատ քիչ է ինֆորմացիան, որպեսզի միանգամից կազմենք բաղադրատոմս։ Բայց միևնույն է, գլխավոր խնդիրը ես ուզում եմ հասկանանք, որ մենք պետք է շատ լուրջ զբաղվենք մեր երկրի էկոնոմիկայով, որովհետև վերջի պատերազմը ցույց տվեց, որ դա ընդհանրապես հարուստի աղքատի կռիվ էր, քանի որ նրանք գնալով հարստանում էին եւ կարող էին իրենց թույլ տալ գնել ժամանակակից սպառազինություն, իսկ մենք գնում էինք ինչ որ կարողանում էինք, դրա համար չկարողացանք հավասար այդ պայքարել։ Դրա համար ես գտնում եմ այսօր շատ կարևոր է մենք զբաղվենք մեր երկրի էկոնոմիկայով։